Բարի վերադարձ առաջին ծրագիր շարունակում ենք մեր եթերը եւ այսպես Հայաստանի Հանրապետության Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարության աջակցությամբ եւ Արհեստագործների միություն մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ Հայաստանի նկարիչների միությունում տեղի կունենա խաղաղություն, միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ ցուցահանդեսի եզրափակիչ ցուցադրությունը ու հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ Այս միջոցառումը միավորում է Հայաստանի եւ արտերկրի ավելի քան 1500 շնորհալի երեխաների 2 տարիքային խմբերում, ովքեր իրենց արվեստով փոխանցում են խաղաղության, համերաշխության եւ մարդասիրության կարեւորագույն արժեքները։ Եզրափակիչ ցուցահանդեսին մասնակցում են 80 լավագույն ստեղծագործություններ ընտրված միջազգային արհեստավարժ ժյուրիի կողմից։ Եվ այս ամենի մասին արդեն ավելի հանգամանալից կխոսենք մեր հյուրերի հետ, իսկ մեր հյուրերն են Լիլիթ Մելիքյանը, Արհեստագործների միություն մշակութային հիմնադրամի գլխավոր տնօրեն, Տերյան մշակութային կենտրոնի ղեկավար նկարիչ դիզայներ եւ Քրիստինա Մկրտչյանը ճարտարապետ, նկարիչ ու շատ տաղանդավոր մարդ։ Բարի լույս։ Նախ շնորհակալություն մեզ հրավիրելու համար։ Սիրով։ Հետո քանի որ մենք ուղիղ եթերում ենք ու վստահ չունենք շատ ժամանակ, արագ պատմենք այս ինչ անցնենք գործի մի անգամ։ Ու հասարակությունը վստահ ինձ ճանաչում է որպես Տերյան մշակութային կենտրոնի ղեկավար, ինչ կապ ունի Լիլիթը այս ամենի հետ։ Արդեն երկար տարիներ է, ինչ Տերյան մշակութային կենտրոնը ստեղծեց արհեստագործների միությունը Սմիթսոնյան ինստիտուտի հետ աշխատելու մեր ընթացքը ավարտվեց այդ միությունը ստեղծելով։ Եվ մենք Հայաստանի բոլոր մարզերից ունենք արհեստավարժ, շատ արհեստավարժ վարպետներ, որ մեր միության անդամներ են եւ նաեւ համալրեցինք մեր գաղթական արցախցիներին, որոնք արդեն Հայաստանում են եւ մեր հետ միասին են։ Ինչն էր միության գլխավոր գաղափարը, որպեսզի այն հայկական հայերին բնորոշ արհեստները, որոնք որ միայն մերն են, որպեսզի իրանք սերնդեսերունդ փոխանցվեն եւ մենք կարողանանք օրինակ մեր հայկական դարբնեգործությունը, կավագործությունը, բրուտագործությունը սերնդեսերունդ փոխանցենք։ Եվ այդ նպատակով, երբ մենք համալրեցինք արհեստագործների միության անդամների քանակը եւ մենք ունենք 107 մասնակից եւ ամեն տարի Կասկադում ունենում ենք փառատոնը, մենք հասկացանք, որ մենք ունենք սերունդ հրավիրելու կարիք, այսինքն մեզ պետք են երեխաներ, որոնք կսովորեն այս վարպետների մոտ եւ վարպետները կունենան արդեն իրենց արվեստանոցներում ավելի ձևավորված խումբ, որը կլինի ոչ միայն վարպետը ու իմ տան անդամները, այլ նաեւ իմ համագյուղացիները եւ դա կդառնա շարունակական եւ երեխան մարզը լքելու խնդիր չի ունենա, կվաստակի եւ երիտասարդ տարիքից հիմա մենք շատ ենք շեշտ դնում կամավորության վրա։ Ստեղծվեց այս ֆեստիվալը, որի ժամանակ մենք երեխաներին սովորեցնում ենք սիրել նկարչությունը եւ կարողանալ հորինել, որովհետեւ հորինելը ինչու խաղաղություն, որովհետեւ աշխարհում խաղաղության պակասը շատ էր այն ժամանակ, որ մենք ձևավորում ենք, հուսանք, որ կգա լավ ժամանակներ եւ մենք թեման կփոխենք եւ ինչու ենք մենք այսօր այստեղ եւ արդեն միջազգային մեր հյուրերի հետ, որովհետև անցյալ տարի փորձ արեցինք, Հայաստանով արեցինք այս մրցույթը եւ մասնակցեցին շատ երեխաներ, 800-ին մոտ հայտ ունեցանք։ Մենք ինքներս չենք սպասում այդպիսի ծավալով մարդիկ, որ կդիմեն մեզ, եւ իհարկե եղավ վեճ, որտեղ բոլորը ուզում են լինեն հաղթող եւ այլն, իսկ այս տարի մենք ավելի շատ ընդլայնել ենք մեր գաղափարը, ստեղծել ենք վիրտուալ հարթակ, որը կներկայացնենք հունիսի վերջ եւ վիրտուալ հարթակում բոլոր մասնակիցները կլինեն, ովքեր որ այս տարի դիմել են, ովքեր որ անցյալ տարի դիմել են եւ ամենակարևորը, որ մենք ամբողջ մեր ուժը եւ ներուժը դնում ենք այն գաղափարին, որ ոչ թե միայն երեխաները մրցույթում մասնակցեն, շահեն, լացեն կամ ունենան մրցանակ, այլ նաեւ հնարավորություն ունենան շփվելու լուրջ եւ կարեւոր արհեստավարժ արհեստագործների հետ։ Այսօր մեր հյուրն է Քրիստինան, ում պատիվ ունեմ ճանաչելու դեռ երիտասարդ տարիներից եւ հրավերը մեր ընդունել է եւ եկել է Հայաստան հատուկ, որ լինի ժյուրիում եւ նվիրի մեզ workshop-եր, որոնք մենք կդնենք մեր վիրտուալ հարթակում, որպեսզի ամեն տարի չունենանք այդ խնդիրը դիմելու հովանավորության, մարդկանց նեղություն տալու, բերելու, չնայած կարծում եմ, որ Հայաստան գալը այդ շատ մեծ հաճույք է բոլոր մեր ժյուրիի անդամների համար։ Իսկ հիմա ես ուզում եմ, որ Քրիստինան իր կարծիքը ասի այս ամեն ինչի մասին։ Շատ շնորհակալություն վստահության համար, Լիլիթ ջան։ Վստահ եմ, որ
չես փոշմանի, որին արդեն շատ ուրախ եմ։ Եվ կանեմ այն ամեն ինչ իմ ուժերի մեջ է եւ շատ երջանիկ եմ, որ նպաստում եմ մեր բալիկների, այսպես ասած, կանաչ ճանապարհի սկզբին հիմք տնելու գործողության մեջ։ Ահա, որ արդեն 80 լավագույններն են ընտրված, ինձ հետաքրքիր է ձեր մեկնաբանությունը աշխատանքների վերաբերյալ, ինչ տպավորություններ ունեք։ Ինչ որ մեքենայի մեջ խոսում ենք։ Մենք արդեն սկսեցինք այդ թեման զարգացնել։ Բավականի տխուր տպավորությունը նա, որ ինչ որ տրոմատիզմը զգացվում է երեխաների մեծ ամասնությունը աշխատանքների, այդ տրոմատիզմի հետքը միանգամից աչքի է ընկնում։ Շատ քչերն են, որ sense բավականի պայծառ գույներով, չգիտեմ դա լավ է թե վատ, երևի վատ չէ, որ երեխան պոկված չի իրականությունից եւ դա արդեն նրա մասին է խոսում, որ փոքրիկների մեջ հասունանում է ճիշտ հայի մտածելակերպ, որը պայքարի է պատրաստում։ Ես ժյուրի անդամ չեմ, որտեվ ես նախաձեռնողն եմ եւ ինձ իրավունք չեմ վերապահում լինեմ ժյուրի, բայց ինձ շատ հետաքրքիր էր, թե ինչպես են իմ գոլեգաները ընտրել երեխաների աշխատանքները եւ ես ինքս էլ նայեցի այդ աշխատանքները ու իմ մոտ գիտեք ինչ հետաքրքիր Քրիստինան այսօր առավոտյան որ հանդիպեցինք ձեզ մոտ գալուց առաջ ինքը ինձ հարցրեց լիլ բոլոր բալիկները ոնց որ արցախցիներ լինեն բոլորի մեջ կա պատերազմից փրկվելու այսինքն հրավեր դեպի խաղաղությանը երեխան պարտադրում է աշխարհին լինել խաղաղ երեխայի ցանկությունն է խաղաղության մեջ տեսնելու չկազենք չկատանք այս այո մեծ թվում է որ երեխաները իրանք աշխարհում են ապրում եւ հեռու են այս ամեն ինչից, բայց այդպես չի, հա, ու նրանց որովհետեւ մի կատարած թեթև աշխատանքի մեջ մենք տեսնում ենք այդ գույները, այդ ահազանգի գույները, որ իրենք էլ են այդ ամենը այդպես ընկալում եւ ուզում են որ խաղաղ լինի, որովհետեւ կորցնում են իրենց մանկությունը։ Հիմա փորձում ենք ամեն ինչ անել, որ այդ մանկության գույները վերադարձնել։ Ինչ ակնկալիքներ ունեք արդեն, երբ որ այս ամենը կարվի, կավարտվի, ինչպես եք պատկերացնում արդեն իրեն։ Ես անկասկած կարող եմ ասել, որ շատ տաղանդավոր են երեխաները, շատ տաղանդավոր են։ Ու սա կարելի ասել առաջի աստիճանն է, որ զարգացնել տաղանդը եւ գնալով օգնել, որ ամեն մեկը իր ճանապարհը գտնի ապագայում եւ ծառայի ամուր երկիր կառուցման միսիայի մեջ։ Իմ ցանկությունն է իմ ընտրած ժյուրիի անդամներին, որ քանի որ մեր նպատակն է երեխային բերել դեպի արհեստագործը, որպեսզի կիրառական արվեստը, որը որ մենք ունենք շատ լավ կիրառական արվեստի մասնագետներ եւ իրանք աշխարհասփյուռ են, արդեն մեր ազգը միայն Հայաստանում չի։ Ես ուզում եմ այս մարդկանց խնդրեմ, որ իրանց շնորհը փոխանցեն մեր բալիկներին, կապ չունի, նայեք, ինքը միջազգային մրցույթ է, մենք այսօր 11 երկրից մասնակից ունենք, իմ կարծիքով այդ շատ ֆանտաստիկ հաջողություն է, որովհետև իրական իհարկե ԿԳՄՍ-ի արկայությունը շատ կարևոր է, որտեղ միգուցե Տերամշակութային կենտրոնը ամբողջ աշխարհով ցուցադրվում է, գնում է տարբեր տեղեր, համայնքներ, բայց երբ որ պետությունն է սատարում եւ քո հրավերը մասնակցելու մրցույթի գնում է արդեն դեսպանատունից ու դա դու չես անում սովորական հասարակական կազմակերպություն, այլ նաև պետական միջամտություն կա, որպեսզի հրավիրեն դեպի այս մրցույթը, հա, այդ հրավերը շատ կարևոր էր։ Հիմա ես ուզում եմ, որ իմ տաղանդավոր արհեստագործ եւ արվեստասեր ընկերները փոխանցեն իրենց հմտությունները երեխաներին, որոնք որ ու ինքը չունի ազգային պատկանելություն մեր մրցույթը ունի։ Որ տարիքն են գրված։ Այս անգամ ընդգրկել ենք մինչև 6-ից 10 տարեկան եւ 10-ից 15 տարեկան։ Ահա, ունենք դեռահաս եւ պատանի երեխաների հետ հա շփումը։ Սա նաեւ պահանջում է հոգեբանական մոտեցում, այ ինչպես նշեցիք հենց խոսքի սկզբում, երեխաները երբ որ չեն հաղթում իրենց մտածելակերպում, լացում են, հուզվում են, ջղայնանում են եւ այ ոնց են անում, որ այս սահմանն էլ նուրբ ստացվի, որ հանկարծ երեխան չմտածի, որ պարտվեց, որովհետև այստեղ պարտվողներ չկան, այստեղ հաղթում է գույնը ու պատկերը։ Ես մի հատ ճոխացնեմ, անցյալ տարի մենք ունեինք դրամական պարգև։
Այդ պատճառով տեսանք ինչքան անառողջ է դեռ մեր հասարակությունը, անգամ մի դպրոցից եթե մեկը շահում էր դրամական պարգևը, մյուս իր դասարանցին շատ վատ էր դա տանում։ Այս տարի մենք որոշեցինք հասարակությունը նյութականությունից ազատել եւ չպարգևատրել դրամական, այո։ Անցյալ տարի բացի դրամական պարգևից մենք բոլոր մասնակիցներին, քանի որ դա Հայաստանի մեջ էր արվում, ուղարկել էինք փաթեթներ, ներք, ջրաներք, ագրիլ, այսինքն բավականին դրամական նվեր էր արդեն իսկ որ դու մասնակցում ես։ Այս տարի մենք ունենք արհեստագործների միության վարպետների պատրաստած բրոնզե քանդակները։ Հետո գիտեք ինչ, ես 50 տարեկան եմ, արդեն նոր երևի դրամական պարգև եմ ստանում ինչ որ մի բանի համար։ Ամբողջ կյանքս ստացել եմ թուղթ արձան, թուղթ արձան։ 35 մաքսիմում։ Այս տարի տարեկան, այս տարի համել հրավիրել բոլորի 50-ամյակին, հա, ցուցահանդեսով։ Ինչ ենք մենք մեծացանք, չէ՞, որ սկսեցինք դրամական պարգևների մասին մտածել ու ոնց որ առողջ մեծացանք։ Դրամը պետքա վաստակել, ոչ թե պարգևատրվել երիտասարդ տարիքում։ Երեխան պետքա մոտիվացվի նրանով, որ ինքը այս մրցույթին մասնակցում է եւ ինքը ունենալու է շանս Կրիստինա Մկրչյանի, Հայկ Ազարյանի, արհեստագործների միության անդամների, մնացածների անունները չեմ ուզում տամ, որտեվ դեռ մրցույթը 24-ին է վերջնական, հա։ Մեր հասարակությունը շատ է սիրում ծանոթ բարեկամ։ Դրսի ժողովրդին կարելի է միակ ցուցադրել, բայց դերսի արհեստագործներին չենք ասում։ Արհեստագործների միությունը տալու է երեխաներին դասընթաց։ Դա մեր կողմից լավագույն պարգևն է, իհարկե ունենք կարգով սահմանված առաջի տեղ եւ ամենակարևորը, որ մենք Տերյան մշակութային կենտրոնը եւ արհեստագործների միությունը եւ մեր հրավիրված դրսի ժյուրի անդամները որոշել ենք, որ բոլորին պիտի ուղարկենք շնորհակալություն մասնակցության համար, շատ գեղեցիկ պատրաստված եւ մի հատ մեծ սյուրպրիզ է սպասվում բոլորին մյուս տարի, որովհետեւ բոլոր երեխաների աշխատանքները, ովքեր որ մասնակցել են 1500, 1800 եւ այլն, բոլորի աշխատանքների իրավունքը, սեփականությունը պատկանում է արդեն այս մրցույթին եւ մրցույթը մյուս տարի բոլորին շատ կզարմացնի, թե ինչ կիրառական իրեր կլինեն այս երեխաների աշխատանքներով։ Սա արդեն մյուս տարվա խոսակցությունն է, որը էլի մենք ձեզ սիրով կհյուրընկանենք, նախ հյուրընկանենք ուղղակի հասկանանք ինչպես ավարտվեց, հետո արդեն մյուս տարվա պլաններից։ Սա ուզում եմ նվիրել ձեզ Իջևանի Սափորն է, Իջևանի գինուգործանի կողմից, որպեսզի եւս մի գեղեցիկ հաղթանակ նշեք եւ քանի որ դուք երեխաներին նվում եք էմոցիաներ, ես ձեզ նվիրեմ արև քարտեր, որոնք կարծում եմ ամենաառաջին ովին զգում ես եւ իհարկե քո ճամփիարայտները ինձ ցանոթ բերում են քեզ մոտ։ Սրանք երկերից ընտրված հատվածներ են էմոցիաներ նվիրելու համար։ Սիրով ձեզ ու մարդենք հաջողություն։ Այո, հաջողություն ենք մաղթում։ Եւ կարճ դադար, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։